Արի, փոքել ես։ Գնաց, փոքի։ Այս զգացմունքներն ապրելուց րոպեներ առաջ Արթուր Սաքունցը հայտարարեց, որ ատամներով 6 տոննա քշրող ուղղաթիռ է տեղաշարժելու։ Ձեր ատամնաբույժը այս ցանկություն որոշման մասին ինչ կարծիք ունի հարցնում եմ։ Ես ատամնաբույժ չունեմ։ Չեմ գրում ատամնաբույժը։ Տեղաշարժած ինքնաթիռը Արթուր Սաքունցին արդեն 5-րդ անգամ Գինեսի ռեկորդների գիրք կհասցնի։ 4 տարեկանից զբաղվում եմ սպորտով, ըմբշամարտով, պրոֆեսիոնալ սպորտսմեն եմ, 16 տարեկանից զբաղվում եմ ռեկորդներով, ատամներով քաշել եմ 5 պիկապ ավտոմեքենան բանակում, մեկ ձեռքով քաշել եմ 122 տոննա քաշ ունեցող գնացքը, իսկ սա նորություն է բոլորիս համար, որպես տրանսպորտային միջոց ուղղաթիռը շատ դժվար եւ անհարմար է։ Այս ռեկորդից հետո կփորձեմ ավելի ծանր կամ ավելի հետաքրքիր Գինեսի ռեկորդներ կատարել։ Ավելի զարմանալի, եթե կա էլի սրանից զարմանալի, դա էլ կանենք։ Արթուրը միակ եւ առաջին Սաքունցը չէ, որ ծանր առարկաները ոչ ստանդարտ եղանակով տեղաշարժելու համար հայտնվում է Գինեսի գրքում։ Նրա անունն այնտեղ 5 անգամ է գրանցվել, իսկ եղբայրը Յուրի Սաքունցը Գինեսի ռեկորդները ամրագրող հանձնաժողովին ասելու բան ունեցել է արդեն 10 անգամ։ Մետրոյի 2 վագոն եմ քաշել ճկույտ մատող 60 տոննա քաշ ունեցող, բայց դրանից հետո նոր ռեկորդ եմ սահմանել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայում զինվորական տանկ եմ քաշել ատամներով 40 տոննա քաշ ունեցող։ Իսկ այս բանը արդեն տեսնում եք իմ ետևում կանգնած ուղղաթիռը, որը պետք է ասու օրհնությամբ ճկույտ մատով տեղաշարժեմ եւ նոր համաշխարհային ռեկորդ սահմանեմ։ 65 կիլոգրամ քաշով երիտասարդը 60 տոննա է տեղաշարժել։ Ուղղաթիռն ավելի թեթև է, բայց տեղաշարժելն ավելի բարդ։ Շատ տարիներ առաջ եղբորը ինքն է վարակել ռեկորդագիր դառնալու ցանկությամբ իրեն գերմանացի մի անծանոթ մարզիկ։ Ես մանկուց զբաղվում եմ սպորտով 6 տարեկանից, բայց ռեկորդներով սկսել եմ զբաղվել 16 տարեկանից։ Պատահական հեռուստատեսությամբ եմ տեսել գերմանացի մարզիկը Գինեսի ռեկորդ է սահմանում ու հետաքրքրություն առաջացել իմ մեջ ու փորձել եմ շրջանցել եւ շրջանցել եմ այդ մարզիկին, որը հենում ծալուն վարժություն էր կատարում 3 հատ ֆուտբոլի գնդակների վրա։ 1 րոպեում 47 անգամ։ Ոնց ասած ժիմ էր անում, էլի։ Ես 1 րոպեում 57 անգամ արեցի եւ առաջին ռեկորդն էր։ Ու տենց շարունակաբար սկսեցի ռեկորդներ անել։ Եղբայրները ծանր առարկաները տեղաշարժելու տեխնիկական նրբությունների մասին չեն պատմում։ Ասում են մի քանի վայրկյան տևող գործը ամիսների, երբեմն տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է։ Օգնում է մշտապես սպորտով զբաղվելը, մարզավիճակի վրա աշխատելը։ Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն եմ, ուժային եռամարտի աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի չեմպիոն եմ, ուժային ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն եմ, ձեռամարտի աշխարհի չեմպիոն եմ։ Ու տես մի քանի սպորտել կա երևի դեռ չեմ հիշում ու բազմաթիվ միջոցառումների ժամանակ ես Հայաստանի անունը բարձր եմ պահել, աժանավույն ձևով հանդես եմ եկել այլ պետություններում։ Դավայ ախպերս տանելու ես։ Բեր։ Գնաց։ Բեր, էլի։ Դավայ գնաց։ Էլի բեր։ Ուղարկելու ենք Գինեսի ռեկորդների գիրք, նաև գրանցվելու է անպայման մեր ֆեդերացիայի ռեկորդների գրքում։ Գինեսին մենք հայտը կներկայացնենք, կսպասենք, որպեսզի իրենք պատասխանեն։ Մեր ֆեդերացիայով միանգամից մենք կգրանցենք ռեկորդը։ 22-ամյա Արթուր Սաքունցը դեռ շատ ռեկորդներ է պլանավորում սահմանել։ Ավագ եղբայրը 28-ամյա Յուրի Սաքունցը աստիճանաբար մոտենում է ռեկորդային կարիերայի ավարտին։ Հաջորդն ու վերջինը, ասում է, ինքնաթիռ տեղաշարժելն է լինելու։ Արուսյակ Կապուկչյան, Էդվարդ Հասատրյան, Ռադիոլուր։